Հերհերը Վայոց ձորի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է, որն ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն։ Հուշարձանը, որ ներկայացնում ենք այսօր, հայտնի ուխտատեղի էր, կառուցված հին եկեղեցու հիմքերի վրա։ Բաց երկնքի տակ Հերհերի Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոն Եղեգնաձորից 33 կիլոմետր արևելյան ուղղությամբ Հերհեր գետի աջափնյակում է տարածվում Հերհեր գյուղը, որի կենտրոնական հատվածում տեսնում ենք 19-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սուրբ Գևորգ Զորավարի անվան եկեղեցի։ Սուրբ Գևորգ եկեղեցին վերջին թվագրմամբ թվագրվում է 19-րդ դար, բայց ինքը ունի շատ հին ծագում։ Ծագումը մենք հաշվարկում ենք պատերի վրա եղած խաչքարերով, ունենք 7-րդ դարի խաչքարեր, 10-րդ դարի, 12-րդ դարի հին պատմություն ունի, այսինքն 19-րդ դարի չի։ Տեսեք, մենք ասենք ունենք 730-ական թվականներ Մոզի դարաշրջան, նույն դարաշրջանը տալիս է այստեղ ըստ իր խաչքարերի պատմական հուշարձանների։ Կարմիր բերդում մենք ունենք արձանագրված քարեր, որոնք գալիս են 700-730-35 թվականներ, նույն Մոզի դարը, նույն ավերիչ երկրաշարժի եւ հրաբխի։ Եկեղեցին վերակառուցվել է մի քանի անգամ, մեկ անգամով չի վերակառուցվել, իսկ վերջինը վերակառուցվեց Ֆրանսիայի բարերարների կողմից այս տարի ամռանը կարողացան կառուցել, շատ համառ պայքար կատարեց վերանորոգման համար գյուղի վարչական ղեկավարը իր հոր մասնակցությամբ։ Տարածքում ունենք խաչքարեր, ունենք եզակի խաչքարեր, որոնք անվանական խաչքարեր են, այսինքն կառուցողը իր արձանագրությամբ, թե ում համար է կառուցել, ինչի համար է կառուցել, որ թվականն է կառուցվել, նորից խաչքարեր ունենք 12-րդ դար, 13-րդ դար, նորից սրանք ապացույցներ են, որ Հերհերը հին գյուղատեղի է։ Քայլում ենք դեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, եկեղեցին արդեն գործող եկեղեցիների թվում է։ Տեսեք, շարվածների մեջ հենց հիմա պարզ աչքով երևում են տարբեր դարերի խաչքարեր, տեսեք, սա մեկը թվագրվում է 9-րդ դարի, 3-րդ տարբեր կոնկրետ չեմ կարող ասել որը որ դար է, բայց շատ տարբեր դարերի խաչքարեր ունենք, պատերի մեջ շարվածներ, կան եւ դրսից բերված խաչքարեր, որոնք եւ ինչ որտեղ ոնց որ խանգարեն թիվը ճիշտ որոշելու, միայն իր խաչքարերը չեն, էլի դրսից բերածներ կան։ Եվ մուտքն էլ շատ գեղեցիկ է։ Մուտքը ինքը ինչպես եղել է, չի ձևափոխվել, իր դարով, իր թվով, իր շարվածքով մնացած մուտք է։ Պատկերազարդ։ Այո։ Եկեղեցում կատարում են եկեղեցական ծեսեր, հարսանիքներ, կնունքներ, թաղումներ, հայկական եկեղեցի։ Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, վիմագրագետ Հովսեփ Եղիազարյանը Հերհերի Սուրբ Սիոն և Սուրբ Գևորգ անապատները և դրանց վիմագրական արձանագրությունները հոդվածում անդրադառնում է նաև գյուղի կենտրոնում գտնվող այս կառույցին։ 1974 թվականին տպված հոդվածում նա գրում է.
Հերհեր գյուղի հուշարձաններից խիստ ուշագրավ է գյուղամիջի Սուրբ Գևորգ Զորավարի անվան եկեղեցին։ Սա եռանավ ձևով կառուցված մի ընդարձակ սրահաձև շենք է, որը վկայում է հին Երերն գյուղի ընդարձակածավալ եւ բազմամարդ լինելու մասին։ Թե երբ է կառուցվել այդ հետաքրքիր հուշարձանը, ստույգ հայտնի չէ։ Ժամանակի ընթացքում նա ավիրվել է, որից հիմնապատերն են միայն պահպանվել։ Հետագայում, հավանաբար ԺԷ դարերում վերակառուցում են այդ եկեղեցին, պահպանելով նրա սկզբնական հատակագիծը։ Հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ, չնայած նրա ուշ ժամանակի վերակառուցմանը, նա որպես ճարտարապետական կառուցվածք պահպանել է իր երբեմնի ուշագրավ ու հետաքրքիր տեսքը։ Ներկայիս վերակառուցված շենքը նույնպես եռանավ բազիլիկ ձևով է, ներսում ունի 4 մույթեր և դրանց դիմաց պատերին ձգվող կիսամույթեր։ Ծածկը թաղակապ է, արևելյան ծայրում մշակված է կիսակլոր մի աբսիդը, բարձր բեմով, որի երկու կողմերում կան մեկական խորաններ։ Միակ մուտքը արևմտյան կողմից է։ Ամբողջ շենքն ավարտված է տարբեր մեծության անտաշ քարերով, կրաշախաղի միացությամբ։ Պատերի մեջ օգտագործված են հին շենքին պատկանող բազմաթիվ բեկորներ, հին գերեզմանաքարեր ու խաչքարեր, կենցաղային և այլ ձևի հետաքրքիր զարդաքանդակներով և արձանագրության մնացորդներով, որոնք ավելի են ընդգծում հուշարձանի պատմաճարտարապետական նշանակությունը։ Եկեղեցու շուրջը տարածվում է մի ընդարձակ գերեզմանատուն, ուր կան բազմաթիվ շատ հետաքրքիր խաչքար մահարձաններ, ինչպես նաև կենցաղային բնույթի և այլ ձևերի զարդաքանդակներով շատ տապանակարեր, որոնց մեծ մասն ունեն տապանագրություններ, գրում է հնագետը։ Հերհերը ինքն իրենով հուշարձան է, բայց երկնքի տակ, Վայոց ձորի մարզի
ամենաշատ հուշարձաններ ունեցող գյուղերից մեկն է։ Դեռ վաղ միջնադարից թե իր բնակչությամբ, թե քաղաքակրթության զարգացվածության կենսամակարդակով առավել հզոր բնակավայրերից է եղել։ Հերհեր գյուղը շատ հարմար է նաև արշավախմբերի համար, ոտքով արշավներ կազմակերպելու համար եւ հանրահռչակման դեպքում, բազմաթիվ հուշարձանների հանրահռչակման դեպքում մեծ զբոսաշրջային աճ ունենանք գյուղում տարածաշրջանի, այդ է վկայում միջնադարյան ամրոց, եկեղեցիները, բազմաթիվ գյուղատեղիներ, շատ մեծ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ զբոսաշրջությունը այստեղ այդքան էլ զարգացած չի եղել, ճանապարհների բացակայության պատճառով զբոսաշրջիկների թիվը սակայով է եղել, սակայն վերջին տարիներին խնդիրը լուծվելուց հետո դինամիկ աճ է նկատվում, այդ է վկայում վերջին օրերս անցկացրած միջոցառումը Պոպոկի փառատոնը, որի ընթացքում նաև նորոգումից հետո վերահոսվեց Հերհերի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը որ թվագրվում է 12-րդ դարից, այնուհետև վերակառուցվել է 18-րդ դարում Վայոց ձորի թեմի եւ ԿԳՄՍ նախարարության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ տանիքը վերանորոգել, ներսի կահավորում իրականացնել, որը որ նպաստում է կառույցի երկարակեցության պահպանմանը։ Հերհեր բնակավայրում ունենք շատ եկեղեցիներ, մատուռներ, միակ գործող եկեղեցին է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը մենք կարողացել ենք մեր բարերարների միջոցով օծել, վերակառուցել։ Ես շնորհակալ եմ դրա համար, իմ կյանքից երազանքներից մեկը, որ կարողացել ենք բոլորիս ջանքերի հետ միասին կարողացել ենք բացել, օծել։ Հոկտեմբերի 18-ի բացման ժամանակ մենք ունեցել ենք 22 կնունկ։ Հիմա ճանապարհները բարվոք վիճակում են, թույլ է տալի, որ տուրիստական զբոսաշրջիկներ ունենում ենք, հաճախակի շատ են, անցում շատ է լինում, ճիշտ է, գիշերակացեր քիչ են լինում, բայց համենայն դեպս մուտք կա, մանավանդ մեր եկեղեցին ամեն ժամանակ ինքը ունի իր հյուրերը։ Եվ մենք փորձում ենք պահպանել ինչքան հնարավորություն ունենք, կատարվել է հիմնական տանիքի աշխատանքները, որը դա իր պատմության մեջ ինքը դրա խնդիր ուներ։ Իր ամրացումները շենքի, պետք է աշխատանքներ, դուռ, լուսավորություն չունեցը, աշխատանքները կատարվել է մի 3 ամիս ընթացքային ժամանակահատվածում։ Լիովին բարեկարգված ու վերաօծված եկեղեցին, ուր մինչ այդ էլ տարբեր շրջաններից գալիս էին ուխտի, ներկայում սիրված հոգևոր կենտրոն է դարձել, խորհրդանշելով կառույցի հոգևոր կյանքին վերադարձի իր ուղին։ Բաց երկնքի տակ Հերհերի Սուրբ Գևորգ եկեղեցին էր։